Բարի լույս սիրելի հեռուստադիտող, բարև երկիրը շարունակվում է ապրիլի 16-ին նշվում է հայ կինոյի օրը եւ գաղտնիք չէ, որ հայկական ֆիլմերում առանձնահատուկ դերակատարում ունի երաժշտությունը, բոլորիս քաշ ծանոթ ու սիրելի։ Հենց այդ երգերն ու երաժշտություններն են ապրիլի 17-ին հնչելու Արամ Խաչատրյան համերգասրահում ազգային նվագարանների կատարմամբ բացառիկ համերգ է լինելու նվիրված հայկական կինոյի 103-ամյակին։ Եվ այս թեմայի շուրջ զրուցելու ենք ժողովրդական երաժշտության եւ բարեազգային կենտրոնի Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի երաժիշտ քամանչահար Մերի Գալստյանի եւ ժողովրդական երաժշտության եւ բարեազգային կենտրոնի մեներքիչ Աբել Աբելյանի հետ։ Բարի լույս, բարի լույս, բարի գալուստ մեր տաղավար։ Շնորհակալություն ընկալելու համար։ Շատ լուսավոր եք, շատ տանն եք։ Դուք մեզ շատ ջերմ տաղավար եք։ Շատ երաժշտական զրույց ենք ունենալու, կարծում եմ։ Հայ կինոյի օրը, հայկական կինոն, մեր ամենաթանկարժեք ժառանգությունը, բոլորիս սիրելի եւ առավելապես այնտեղ հնչող երաժշտությունը, երբ զգում ենք մեր ամբողջ բջիջներով եւ սովոր ենք հետաքրքիր է, երբ հայկական կինո երաժշտությունը սովորաբար սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ է հնչում, դե ֆիլմերը չհաշված, հիմա ազգային նվագարանների կատարմամբ, ինչպես եկաք այս որոշմանը։ Դե նախորդ տարիներին մեր հանդիսատեսը կհիշի, մենք ունենք փորձ, ունեցել ենք կինո ֆիլմերի սաունդթրեքերի, այսինքն այնտեղ համաշխարհային ամենասիրված ֆիլմերի երաժշտությունները եւ մեր հայկական ֆիլմերի երաժշտությունները նվիրված համերգ։ Բայց այս տարի, քանի որ լրանում է 103-ամյակը, ինչպես նշեցիք, որոշեցինք, որ պետք է կենտրոնանալ հենց մեր հայկական ֆիլմերի վրա ու դա ավելի յուրահատուկ կլինի, եթե հնչի հենց ազգային նվագարաններով։ Ասեք, ինչպիսի ծաղկաքաղ եք արել, քանի որ մեր կինոյի երաժշտությունը շատ լավն է, ինչպիսի ծաղկաքաղ եք արել, շեշտադրումը ինչի վրա եք դրել, ավելի հարմարեցված տարբերակներն եք կտրել, թե փոխել եք, որ այնքան հարմար չէ, ձեր տարբերակով եք ներկայացրել։ Ճիշտ ասած, ծաղկաքաղը մի քիչ դժվար էր, քանի որ շատ սիրելի են բոլոր ֆիլմերը եւ նրանց երաժշտությունները։ Ունենք եւ ժամանակակից մեր ֆիլմերից Հայկոյի ստեղծագործություններից Կյանք ու կռիվ, Հարսանիք թիկունքում եւ նաեւ մեր ամենահին երկրորդ, կարելի ասել առաջին հնչյունային ֆիլմից Պեպոյից երաժշտությունը նոր մշակումներ ունենք, ճիշտ է դժվար է, ճիշտ է շատ դեպքերում կարող է մի քիչ այնպես չհնչել կամ մի քիչ տարօրինակ հնչել այդ ռիթմիկ պատկերներ ազգային նվագարաններով, բայց մենք ամեն ինչ անում ենք, փորձում ենք, որպեսզի արդարացնենք բոլորի սպասելիքները։ Դուք եք արել, թե կային մշակումներ հենց ազգային նվագարանների համար։ Չկար, կամ ձայնագրություններ են հին, կամ մեր սիմֆոնիկ նվագախմբի մշակումները եւ նոր գործիքավորումները կատարում են մեր տաղանդավոր թառահար Արտեմ Խաչատուրը, մեր մայստրո Նոյեր Դավթյանի հետ համագործակցության ընթացքում ընտրությունը կատարվել է միասին, հիմա մենք արդեն ունենք 6 պրեմիերա, այդ օրը լինելու է 6 պրեմիերա, դրանից առաջ նվագել ենք Կյանք ու կռիվ, Հարսանիք թիկունքում, Կտորմը երկինք, Սպանված աղավնի, իսկ այս համերգին արդեն թարմացված, կարելի ասել իմ ամենասիրելի ֆիլմերից մեկի երգն էլ ունենք, մեր Բակը ֆիլմի ամեն բացվող առավոտ երգը։ Շատ լավ, իսկ որպես մենակատար Աբել, կասեք, ձեր սիրելի նախ, եթե ունեք առանձնացված տարբերակ, ո՞րն է ձեր սիրելի երգը, եթե ոչ, այս դեպքում որքանով է հեշտ կատարել արդեն ծանոթ երգերը ձեր ոճով, ձեր մոտեցմամբ։ Ճիշտ ասած, իմ համար բոլորն էլ սիրելի են, կառանձնացնեմ երևի սիրո երգը, որ իրոք տղամարդիկ ֆիլմից։ Ես անձամբ կատարում եմ Պեպոյի միջև հենց Պեպոյի երգը, նաև Միմինոյի Չիտո Գվրիտոն, շատ Անժելա Բարփուդարյանի հետ դուետով, շատ հետաքրքիր է հնչում, ժողովրդական ազգային նվագարանների հետ մեկտեղ։ Բոլորն են հետաքրքիր հնչում, որպես ունկնդրի աչքով, եթե ես նայում եմ, լսում եմ, բավականին հետաքրքիր հնչողությամբ են մատուցվում։ Ու շատ ողջունելի է այս ծրագիրերը, որովհետև մեծահասակները, եթե մոռացվել է, հիշում են, իսկ երիտասարդները նորովի ծանոթանում են։ Ու երբ որ դու բեմում երգում ես ու դահլիճում նկատում ես, որ երիտասարդ ոլորտի մարդիկ շատ են, այդ մեծ ոգևորությամբ, մեծ ուրախությամբ ես կատարում արդեն այդ գործերը։
Հետաքրքիր է, քանի որ իհարկե ոչ այս ձևաչափով, բայց արդեն եղել է նմանատիպ համերգ, ինչպես արդեն նշեցիք, հանդիսատեսի շարքերում որ տարիքի, հա, մարդիկ են ավելի շատ գալիս, երիտասարդներ եք նկատում, մեծեր ովքեր գալիս են կարոտն առնելու իրենց արդեն ծանոթ սիրելի երգերի։ Կարող եմ ասել բազմազան է, սահմանափակում չունենք տարիքային, եւ երիտասարդներ ունենք, եւ հավատարիմ նաեւ հանդիսատես եւ տարիքով մեր տատիկ պապիկները այս կինոֆիլմերի պրոյեկտ ասեմ, ծրագիր ասեմ, շատ սիրված է եղել, այնպես է եղել, որ նույնիսկ ունեցել ենք համերգ հենց հանդիսատեսի խնդրակով, այսինքն հարցումները այնքան շատ են եղել, որ մենք անդադ այդ համերգը ունեցել ենք։ Ինձ թվում է այս համերգը նույնպես կսիրվի եւ մենք կշարունակենք այն կատարել։ Իսկ այս համերգները միայն հայաստանյան հանդիսատեսը կվայելի, թե ծրագրեր կան դրսում ներկայացնել։ Դեռ չգիտեմ, փակագծերն էլ բացել չեմ կարող, բայց արժևում ունենք բազմաթիվ անակնկալներ, ոչ միայն այս համերգի մասով, այլ մեկ այլ ծրագրեր, մեր հանդիսատեսը եթե ուզում է բաց չթողնել այդպիսի անակնկալներ, յուրահատուկ համերգներ ազգային նվագարների հնչյուններով, կարող է հետևել մեր պաշտոնական կայքեջերին։ Հատկապես Սփյուռքում հայերը կարոտած կլինեն ազգային նվագարաններին եւ իսկական ձևաչափին, այսինքն շատերն են ներկայացնում, որ հայկական հան երգարվեստ են ներկայացնում կամ երաժշտություն, բայց շատ փոփոխված, շատ այլ ձևով, այնպես որ ողջունելի կլինի, այո։ Մենք էլ ենք սպասում։ Սիրով սպասում ենք։ Մերի ասացիք 6 նոր պրեմիերա կա։ Այո։ Կարող եք ասել, նաև անոնց կլինի։ Ասեմ, Ոնց գտնեն մեկը հերոստատները։ Տիտո Գրիտոն, Պեպոն, որ նոր է մեր ցանկում, Ճերմակ անուշներ, ամեն բացվող առավոտ, Սիրո երգը տղամարդիկ ֆիլմից, Երազին երկիր հայրենի։ Այսքան։ Իսկ ասեք, հատկապես ազգային նվագարաններով արդեն ծանոթ երգերը, երբ որ մի քիչ փոխակերպված ներկայացնում եք, ինչու՞մն է դժվարությունը։ Կա դժվարություն, որը բոլոր երգերի դեպքում կա։ Դժվարությունը այդքան չկա, դե քանի որ բոլորը պարտիաներ են նվագում, սկզբի հատվածում է մի քիչ այնպես չի հնչում, բայց մենք ավելձև փորձում ենք, կարող եմ հավելել, մենք որ անդադ փորձում ենք շատ լարված, դե ուզում ենք որ լավ ստացվի, երգիչները որ մտնում են ներս, իրենց ռեակցիայից, իրենց միմիկայից մենք հասկանում ենք, որ արդեն ստացել են։ Հա, իրենք արդեն որ մտնում են ժպիտով, դե կողքից որ լսում են, արդեն մենք հասկանում ենք, որ հասել ենք վերջացել։ Էլ ովքեր կան բացի Անժելայից, ձեզնից, մեներկիչներ։ Նից կան մեր շատ սիրելի Վարդանը Բադալյան, Անդավոր Դավիթ Խաչատրյան, Վահե Մարգարյան։ կազմը ներկայությամբ Շատ տաղանդավոր, անուշ ձայներով։ Իրենք էլ մեծ ոգևորում են, հա, որտեղ Մեր Արորյանն էլ անցնում փորձերը։ Կուզեի մի փոքր փորձերից պատմեք, սովորաբար երբ ասում են ազգային նվագարանները, պատկերացնում են արդեն տարիքով մարդիկ, միշտ լուրջ, երիտասարդներն էլ են սկսել մի փոքր։ Այո, երիտասարդացել է կարծես կազմը եւ մի փոքր ձեր փորձերից հետաքրքիր է անցնում, ինչ հետաքրքիր փորձերը շատ ուրախ են անցնում, ջերմ, կարող է մի քիչ բարդ կախված է նույնիսկ եղանակից, բայց դա մեզ չի խանգարում, նույնիսկ ընդմիջումների ժամանակ մենք ֆիլմերից ինչ-որ հատվածներ, արտահայտություններ ենք հիշում, օրինակ կարող ենք ինչ-որ հավաքված լինենք, մոտենանք ու Ֆրունզիկ ու Գրճանի ժողով է, այստեղ ժողով է, կամ ինչ-որ այդպիսի թեթև է անցնում։ Կամ ամբողջ օրվա ընթացքում կարող է սկսենք երգել, անընդհատ մեր մեջ մնա ֆիլմերից ինչ-որ հատվածներ։ Միջանցքներում երգելով գրում որտեղ կա որ Վարդան Բադալյանը հումորով արդեն հումորը եւ ուրախությունը կա, եւ փորձերը շատ հումորով։ Վարդանի հումորին ծանոթ են թե ոլորտում, թե արդեն ոլորտից դուրս բոլորը, իսկ ասեք նման կոլեկտիվներում վեճեր լինում են եւ ինչի շուրջ կարող է լինել։ Օրինակ ես այս երգը այսպես եմ պատկերում, չէ, լավ չի ստացվում կամ ինչի շուրջ կարող է լինել։ Ճիշտ ասած վեճեր չենք ունեցել։ Հիանալի մեծ ընտանիքի պես ենք։ Եթե ինչ-որ հարց է լինում կամ ինչ-որ մտքեր, ինչ-որ առաջարկություններ, միանգամից ստոպ ենք տալիս, դիմում ենք մայեստրոյին, մայեստրոն դնում է քվեարկության ու այդպես ընտրում ենք։ Նեք թեկոս երգիչներին, եթե հարմար չի լինում, արագ կողմնորոշվում է։ Այո, միանգամից
ամենառողջ Իսկ կենտրոնը հաճախ է համալրվում նոր կադրերով, որովհետև ասացիք պատկերացնում էինք թե ավելի տարիքով, բայց ես երաժշտական դպրոցի հետ կապ ունենալով հաճախ տեսնում եմ թե ազգային նվագարաններ յուրացնող երեխաները որքան շատ են, գուցե զարմանալի թվա, բայց իսկապես հիմա բավականին շարունակում ասել։ Դե այս շարունակությունը հիմա ձեզանից եմ ուզում իմանալ, նաև կենտրոնում որքան հաճախ է այդ հերթափոխը, հա, այսպես կոչված լինում։ Այդքան հաճախ չէ, բայց ունենք ինչ-որ ժամանակահատված, որ կատարվում են ատեստավորումներ կամ կադրային փոփոխություններ։ Հիմնականում մենք էլ ենք նկատում, որ հենց մեր կենտրոնի առաքելությունը այն է, որպեսզի ուղղորդենք, կրթենք կամ առաջարկենք մեր նոր սերնդին, որ կարելի է, ինչու՞ չէ, այդ ժողովրդական գործիքով էլ աշխատել ու ավելի լավ աշխատել, ավելի ուրախ կլինի, որովհետև դու ամբողջ ընթացքում լինում ես բեմում, այդտեղ այնպիսի էներգիա ես դու ստանում, որ դա անբացատրելի է։ Իսկ որ գործիքն են ավելի նախընտրում ձեզ։ Ինձ առաջի տեղում դհոլն է։ Ես էլ քանի որ ուսուցչի եմ եղել, առաջի տեղում դհոլն է, հետո դուդուկը, հետո կանոնը, չգիտեմ, երևի փոխված կլինի, այլ մեծ շարժ է նկատվում քամանչայի։ Հենց այս ծրագրերի շնորհիվ է հիմա որ երիտասարդները, այսինքն երեխաները հետաքրքրություն ունեն ազգային նվագարանների նկատմամբ եւ բավականին շատ են։ Իսկ ասեք ապրիլի 17-ի համերգին քանի գործ է հնչելու ընդհանուր առմամբ։ Քանակը մոտ 19-20, 19-20։ Բնականաբար համընթաց Դժվար է կադրերով, այո, ընթացքում ֆիլմը կտեսնենք, կվերհիշեն, ճիշտ է, մեզ դժվար կլինի դիտել, մենք կապավենք երաժշտությունը, շատ շքեղ է անցնելու։ Դե ինչ, եթե ավելացնելու ոչինչ այլևս չուներ։ Սիրով ձեզ կսպասենք եւ մեր հանդիսատեսին չմոռանաք, չուշանաք, հասցրեք ձեռք բերել ձեր տոմսերը։ Շատ լավ, շնորհակալություններ դրագրի համար, դե ինչ սիրելի հեռուստադիտող, հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ազգային նվագարանների կատարմամբ կհնչի հայկական կինոարվեստի երգերը, քանի որ այս տարի նվիրված է հայկական կինոյի 103-ամյակին։ Այո, իսկ մենք շարունակում ենք մեր եթերը մի փոխեք հեռուստաալիք։